Եղբայրս հիշատակեց, որ ամենակալ Աստված իր որդին ուղարկեց, որպեսզի գերիներին ազատություն տա, հիվանդներին բժշկություն, կարիքավորներին իրեն փրկարար ձեռքը տարածի։ Բայց եթե միայն այսքանն է, սա չի բավարարում ամենակալ Տիրոջը։ Աստծո ծրագրի հիմքում սա չէր ընկած, որ Քրիստոս կար այդ ամենը կատարեր։ Քրիստոսի գալիսյան բուն հիմքը աստվածային կյանքի փոխանցումն էր։ Եթե սոր ուշադրություն դարձնեք, կան անձնավորություններ, որոնք որ իրոք հավատում են Քրիստոսի գալիսյանը, հավատում են Աստծո խոսքին, բայց իրենց մեջ այդ կյանքը, որ ամենակալ Աստված ինքը կամենում է, չկան։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք ամենակարևորագույնին։ Տերը եկավ, որպեսզի մեր մեջ աստվածային կյանքը ձևակերպի։ Պիտի կարդամ Եզեկիել մարգարության մեջ 36-րդ գլխի 26 համարում հետևյալ միտքը։ Ինչ ասում Աստծո խոսքը։ Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի տնեմ ձեր միջումը։ Եվ պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղեն սիրտը, եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ, եւ իմ հոգին պիտի տնեմ ձեր միջումը, եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք, իմ դատաստանները պահեք եւ նրանց կատարեք։ Սիրելիս, Տիրոջ նպատակը սա, որպեսզի մարդը ժառանգի հավիտենական կյանքը։ Այսօր շատ անձնավորություններ տարբեր վիճակներից ազատագրված են, խնդիրներից ազատագրված են, բայց սա չէր Տիրոջ բուն գործունեությունը։ Եթե մենք ուշադրություն ենք դարձնում Մարկոս ավետարան 3-րդ գլխին, ուղղակի նայեք այս պահը, Տեր Հիսուս Քրիստոս երբ որ ելավ Սար, լեռան վրա կանչեց իր մոտ 12 առաքյալները։ Իրեն բուն նպատակը հետևյալն էր, որ այդ առաքյալները իրեն հետ լինեն։ Սիրելիս, ինքը կամեցա, որպեսզի առաքյալները 3 տարի եւ կես իրեն հետ լինեն, բուն նպատակը, որպեսզի այդ շնորհքը, այդ կյանքը իրենց փոխանցվեր։ Եվ ուշադրություն դարձեք Ղուկաս ավետարանի 9-րդ գլխին, եթե անդրադառնանք 55 համարի մեջ գրված է հետևյալը. երբ որ Հիսուսին Սամարիայի գյուղերից մեկում չընդունեցին, առաքյալներն ասեցին. Տեր, կուզես երկնքից կրակ իջեցնենք, որ սատկացնեն, ինչպես Եղիան էլ արավ։ Հիսուս ասեց. ինչ հոգուտեր եք դուք։ Հովանու ավետարան 10-րդ գլխի 10 համարում գրված է. ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ավելի։ Սիրելիս, այստեղ կյանքը ոչ թե ժամանակի մասին է, այլ բնության մասին։ Ինքը եկա, որպեսզի այդ բնությունը, աստվածային բնությունը մեր մեջ փոխանցի, ձևակերպի։ Եվ սիրելիս, շատ անգամ, երբ որ մենք խոսում ենք, լինում է պարակա, որ ասում ենք մենք Քրիստոսի հոգին ունենք։ Հիշում եք, ամենակալ Տիրոջ խոսքը ուղղված է մեզ ամեն մեկից հետևյալ Հռոմեացիս 8-րդ գլխի 9 համարում Պողոս առաքյալը մեզ ամեն մեկից հորդորում է ասելով հետևյալը։ Ուշադրություն դարձեք 8-րդ գլուխ 9-րդ համար։ Բայց դուք մարմնով չեք, այլ հոգով։ Եթե Աստծո հոգին ձեզանում բնակված է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չէ։ Այսօր շատերս փաստում ենք, որ ունենք մենք Քրիստոս հոգին։ Շատերի մտածելակերպը հետևյալն է, որ ինքը լեզուներ է խոսում, Տիրոջ պարգևը։ Սիրելիս, ամենակալ Տիրոջ նպատակը այստեղ կյանքի մասին է։ Ինչքան կարող եք տեսնել անձնավորություններ եկեղեցու մեջ, որ Սուրբ Հոգով մկրտված են, բայց աստվածային կյանք իրենց մեջ չէ։ Եվ ինքը Հիսուս ասում էր. ես եկա, որ դուք կյանք ունենաք։ Ամենակալ Տիրոջ բուն նպատակը սա էր, աստվածային կյանքը։ Եվ երբ որ մենք կարդում ենք Եզեկիելի մեջ 36-րդ գլխում Տերն ասեց, որ ես ձեզ նոր սիրտ եւ նոր հոգի պիտի տամ։ Այսինքն այս աստվածային կյանքի մասին է խոսքը։ Եվ թող Աստված օգնական լինի, որպեսզի մեր մեջ այդ կյանքը ձևակերպի։ Այսօր կարող ես տեսնել անձնավորություն, որ կարող է լավ քարոզել, լավ երգել, միջև անգամ իրեն կյանքի մեջ Աստված որպես անոթ օգտագործել բժշկությունների համար, բայց սա չէ Տիրոջ բուն նպատակը։ Ամենակալ Աստված եկել է, որ մեր մեջ ձևակերպի այդ կյանքը, որը կարող է ժառանգել հավիտենությունը։ Ինչ օգուտ, եթե Մատթեոս ավետարան 7-րդ գլխին մենք անդրադառնանք, կտեսնենք այնտեղ մարդիկ եկան ասեցին. Տեր, քո անունով մենք մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ զորություններ գործեցինք։ Բայց հետաքրքիր է, Տերն ասեց. մեկտի գնացեք, ես ձեզ բնավ չեմ ճանչնա։ Աստծո նպատակը մեկն է։ Եվ այսօր Քրիստոս եկել է, որպեսզի մեր մեջ աստվածային կյանքը ձևակերպի։ Սիրելի քույրս, եղբայրս, եւ ինքը
ամեն բան արեց, որպեսզի այսօր ամեն մեկ անձնարության կյանքի մեջ այդ կյանքը աճի եւ մեծանա։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս եւ ողորմություն անե։ Սիրելիս, նորից ասում եմ, եթե Քրիստոսի կարիքյան հիմքը լոկ միայն կերիներին ազատություն տար, հիվանդներին բժշկեր եւ ցույց տար իրեն աստվածային մեծ սերը, սա քիչ է։ Եվ ինքը Աստված ոչինչ չուներ մարդկության ապացուցելու, որ ինքը սիրում էր, իրեն բնությունն է սեր։ Ինքը իր որդին ուղարկեց, որպեսզի մեր մեջ այդ կյանքը ձևակերպի, որ կարողանանք ժառանգենք հավիտենությունը, իրեն անունը փառավորվի։ Սա ամենամեծ ողորմությունն եւ շնորհն է։ Եվ Տիրոջ հոգի մասին, երբ որ խոսում է, ուղղակի ուզում եմ ցույց տալ մեկ վիճակ, որպեսզի մենք կարողանանք սա տեսնել։ Երբ որ խոսում է հոգու որակների մասին, մենք շատ անգամ սա փաստել եւ ասել ենք, կարդացել ենք։ Հոգին սիրող է, ներող է։ Բայց երբ որ գործնական գալիս է մեր կյանքի մեջ, տեսնում ենք սա այսպես չէ։ Ուղղակի մեկ պատմություն պիտի պատմեմ, հետո մտքին կանդրադառնամ։ Գյումրիում կա մանկատուն, որը պետականորեն հովանավորվում է։ Եթե որևիցե մեկը ներս է մտել այդ մանկատունը, իմ ասած անցին կճանչնա։ Խորեն անունով մեկը կար, ոտքը կախ, գլուխը տապակ, օվալացև, ձեռքը կարճ։ Շատ անգամ, երբ որ ես գնում եմ այնտեղ, հովանավորություն ենք անում մենք այդ մանկատանը, լսում է երեխաները ինչպես էին ծաղրում խորենին։ Մեկը ասում էր տապակ գլուխ, մեկը թոպալ, վերջը անուններ էին կպցնում։ Բայց ես ուզում եմ այս երեխայի սիրտը ցույց տալ, հոգին։ Ամեն անգամ ես բժիշկներին տանում եի, որպեսզի մեր մանկապարտեզները անվճար ստուգեն։ Բալոյան ազգանով մի հատ բժիշկ ունենք մանկական, ինքը այս պատմությունը պատմեց։ Ինքը հիմնականում այս խորենին էր հովանավորում։ Ասում եմ մեկ օր խորենին վերցրեցի, որպեսզի հագուստ առնեմ իրեն եւ քաղաքի մեջ մանած եմ իրեն։ Մեքենան ասեց կանգնեցրեցի խանութի մոտ, իջա մի հատ ծխախոտ վերցրեցի, հետո տեսա, որ խմորեղեն կա, 2 հատ խմորեղեն վերցրի։ Ասեցի խորենին կտամ կուտը։ Երբ որ ասում է բերեցի, տվեցի խմորեղենը խորենին, նայեց ինձ, ասեց սա բժիշկ էլ չկար, այս երկուսն էր։ Ասում է սրտիս մեջ մտածեցի, թե ինչ ակա երեխա է։ Ամեն բան անում եմ, բայց 2 խմորեղեն եթե նույնիսկ մեծ մարդ ուտե կկշտանա։ Ասում է խորեն քեզ բավական չէ։ Ասում է չէ բժիշկ ջան, սենակում մենք շատ ենք։ Եթե 2 խմորեղենը տանեմ, լրիվին չի հասնի։ Եթե 3 հատ է վերցներ, 5 հատ է կոնե կկիսենք, ամեն մեկից կես կհասնի։ Սիրելիս, ամենակալ Տիրոջ նպատակը սա է, այս կյանքը ունենալ մեր մեջ։ Հիսուս եկավ, որպեսզի այս կյանքը մեզ փոխանցի։ Եվ այսօր Քրիստոս կյանքը սիրող է, ներող է, Քրիստոս կյանքը կյանք տնող է։ Եղբոր համար, քրոջ համար։ Բայց եթե այսօր փորձիր որևիցե մեկին ասես աչքիդ վերևը ում կա, այդ կյանքը ամբողջովին կփլուզվի։ Տիրոջ նպատակը սա է, սիրելիս։ Ուղղակի ուզում եմ ցույց տալ Սուրբ Գրքի մեջ 2 անձնավորությունների, որպեսզի մենք այսօր կարողանանք տեսնել, որ Քրիստոս եկել է սրա համար։ Չի եկել զորություններ կորցելու, չի եկել իրեն աստվածությունը փաստելու եւ հաստատելու։ Ինքը կարիք չունի սրա։ Եկավ, որ մեր մեջ այս կյանքը ձևակերպի։ Եթե հիշեք 4-րդ թագավորաց գրքում գրված էր մեկ աղջնակի մասին, 5-րդ գլուխ։ Գրված է, որ Նեմանը զորավոր անձնավորություն էր, Երուսաղեմից մեկ աղջիկ գերի էր բերել։ Եվ այդ աղջիկը ծառայություն էր անում իրեն կնոջ մոտ։ Գերի հենց այնպես չեն բերում, գիտեք, կամ պիտի սպանեն, կամ պիտի փշեն, ավիրեն, չգիտեմ թե այդ աղջիկա հորը կամ եղբայրներին Նեմանը սպանել էր տվել, թե ոչ։ Բայց ուշադրություն դարձեք, ինչ հոգի կա այս աղջիկա մեջ։ Տեսավ Նեմանի փորոտությունը։ Եվ իրեն տիկնոջն ասեց, եթե իմ տերը գնա Սամայրա, Մարգարեի մոտ կբժշկվի։ Եվ սրան զուգահեռ մեկ անձնավորություն, որը Մարգարե էր, Հովնան Մարգարեն։ Ամենակալ Աստված Հովնանին ուղարկում է, որպեսզի գնա Նինվե եւ քարոզեն Նինվեի մեջ։ Բայց գրված է, որ Հովնանը փոխանակ Նինվե գնա, ինքը փախավ գնաց Թարսիս, որն է պատճառը։ Պատմիչները փաստում են հետևյալը, որ նույն բախտին արժանացել էր այդ ժամանակահատված նաև Հովնանը,
որովհետև ասորիները ամեն անգամ հարձակվում են Երուսաղեմի վրա, երբ որ Երուսաղեմը խնդիր ուներ, երբ որ Իսրայելը թողնում էր հավատքը, եւ պատմում են հետեւյալը, որ մեծ ավիրվածություն է եղել ժամանակահատվածում Երուսաղեմի մեջ, որն էր պատճառը, ինչու համար մարգարեն չի լսում ամենակալ Տիրոջ խոսքը, փոխանակ գնա ինքը Նինվե քարոզի փախնում է Թարսիս, եւ ուշադրություն դարձեք Հովնանի քարոզին, ընդամենը 8 խոսք, եւ այդ խոսքի մեջ չկա ապաշխարության որից է մեկ նշույլ, եւ քարոզում ասում էր դեռ 40 օր կա եւ Նինվեն պիտի կործանվի, այսինքն կետը տնում է Նինվեն պիտի կործանվի, բայց Աստված ողորմություն արեց, Նինվեի բնակչությունը դարձան ամենակալ Տիրոջը, եւ ուշադրություն դարձեք, փոխանակ որ ինքը ուրախանար իրեն սրտի մեջ ինչ տառապան կար, հիմքը սա էր, որ ինքը փախել էր, փոխանակ գնար քարոզեր, փախավ Թարսիս, եւ 4-րդ գլխի առաջի համարում կարդում եմ հետեւյալը, Հովնանը տրտմեց մեծ տրտմությունով եւ զայրացավ, եւ աղոտ կարավ Տիրոջ եւ ասաց, ով Տեր, սա չէր իմ խոսքը, քանի Տեր, որ իմ երկրում էի, դրա համար աճապարեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գտած, երկայնամիտ, բազմողորմ Աստված ես եւ կզղջաս չարիքի համար։ Հիմա ով Տեր աղաչում եմ, առ հոգիս ինձանից, որովհետև մեռնելս ապրելուցս լավ է։ Եթե այսօր որից է մեկ քույր կամ եղբայր վկայություն է տալիս եւ մեկ անձնարություն հանկած դարձեք ալիս, իրեն համար մեծ ուրախություն է։ Ուշադրություն դարձեք 120,000 անձնավորություն դարձի եկը, բայց Հովնանն ասում է ինձ համար մեռնելը ավելի լավ է, քան ստե ապրելը։ Սիրելիս, Տիրոջ հոգին այսպես չէ։ Խաչի վրա աղոթում էր, Հայր ներիր անկիտությամբ կենա։ Թող Աստված օգնական լինի եւ ողորմություն անե, որպեսզի մեր մեջ այս կյանքը ձևակերպվի։ Հիսուս եկավ, որպեսզի այս կյանքը մեզ փոխանցի, որ մեր մեջ մարդիկ տեսնեն Քրիստոս եւ իրեն անունը փառավորեն։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված այնքան բարեկուտ եւ ողորմած էր, որ մեզ եւս 1 տարի կյանք շնորհեց։ Այսօր իշքան անձնավորություններ կան, որոնք որ չկարողացան այս տարին տեսնել, բայց Աստված մեզ ողորմություն արեց։ Հիշում եք Լուկաս ավետարան 13-րդ գլխի մեջ ամենակալ Տիրոջ խոսքը հիշատակում է հետեւյալը, որ Տերն ասեց. «Ինչու համար այս ծառը խապանել է երկիրը, գցրիր դրան եւ գցիր կրակի մեջ»։ Ասեց Տեր, թող այս տարի աղ բացեմ, մշակեմ եւ մի կուծե պտուղ բերե, եթե ոչ, գալ տարի գցրիր։ Սիրելիս, թող այս տարի իրոք լուրջ ապաշխարության տարի լինի։ Աստված մեզ ամեն մեկիս օգնի եւ կարողանանք գնահատել այս մեծ ողորմությունը, որ Աստված մեզ ողորմություն արեց, իրեն անունը փառավորի։ Մենք սրա համար ենք կանչված։ Քրիստոս եկել է հենց սրա համար, որ մեր մեջ աստվածային կյանքը ձևակերպի։ Ամեն։